Եթե Իրանը հարձակվի Ամերիկայի վրա, կարող է պատահել երկու բան. կամ Ամերիկան պատասխանում է դիվանագիտությամբ, կամ Ամերիկան պատասխանում է հարվածով։ Եթե նրանք պատասխանում են դիվանագիտությամբ, դա նորմալ է, բայց եթե Ամերիկան հարվածում է, կարող է պատահել երկու բան. կամ Իրանն նահանջում է, կամ Իրանն էլ է հարվածում։ Եթե Իրանն նահանջում է, դա նորմալ է, բայց եթե Իրանն էլ է հարվածում, կարող է պատահել երկու բան. կամ հակամարտությունը մնում է երկու երկրների միջև, կամ դաշնակիցները ներքաշվում են։ Եթե հակամարտությունը տեղային, դա նորմալ է, բայց եթե դաշնակիցները ներքաշվում են, կարող է պատահել երկու բան. կամ Ռուսաստանն ու Չինաստանը դուրս են մնում, կամ նրանք կանգնում են Իրանի կողմը։ Եթե նրանք դուրս են մնում, դա նորմալ է, բայց եթե Ռուսաստան ու Չինաստան մտնում են խավի մեջ, կարող է պատահել երկու բան. կամ աշխարհը շտապ բանակցություններ է պահանջում, կամ սա դառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Եթե նրանք կոչ են անում բանակցությունների, դա նորմալ է, բայց եթե սկսում է երրորդ համաշխարհային պատերազմը, կարող է պատահել երկու բան. կամ ինչ-որ մեկը առաջինը սեղմում է միջուկային կոճակը, կամ պատերազմը մնում է սովորական։ Եթե պատերազմը մնում է սովորական, դա նորմալ է, բայց եթե ինչ-որ մեկը սեղմում է կոճակը, կարող է պատահել երկու բան. կամ մարդկությունը միավորվում է կանգնեցնելու այս խելագարությունը, կամ քաղաքակրթությունից միայն փոշի է մնում։ Եթե նրանք միավորվում են, դա նորմալ է, բայց եթե մնում է միայն փոշի, կարող է պատահել երկու բան. Կամ տառականները կառուցում են նոր քաղաքակրթություն, կամ երկիրը վերջապես հանգիստ շունչ է քաշում։ Եվ գիտես որն է ամենասարսափելին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկու մարդ չկարողացան համաձայնության գալ բանակցությունների սեղանի շուրջ։